Ժորժան, որպեսզի Հայաստանը դառնա Եվրոպական միության անդամ կամ գոնե մտածի դրա շուրջ եւ տեսնի ինչ-որ հեռանկարներ, ինչը իհարկե շատ մեծ կասկածի տակ կարելի է դնել։ Ուրեմն մեր հարևաններից մեկը, մասնավորապես Վրաստանը, պետքա լինի Եվրոպական միության անդամ կամ Իրանը, հա, Թուրքիան եւ Ադրբեջանը դնենք մի կողմ։ Թուրքիան 97 թվականից չի կարողանում դառնա ԵՄ անդամ, իսկ Ադրբեջանը ընդհանրապես նման նպատակ չունի։ Բայց Թուրքիա-Ադրբեջանի մասին թողենք հələ այդ բանը այն կողմ, հա, խոսակցությունը։ Տեսեք, Վրաստանը հիմա չի դառնում ԵՄ անդամ, որովհետեւ հակառակը ինքը Եվրոպական միությունը չի ուզում իր հետ ունենա հարաբերություններ, որովհետև դրել է Վրաստանի դեմ պայմաններ եւ շուտով ասում է վիզայի ազատականությունից կզրկեմ, եվրոպական ինտեգրման ուղին է սառացրել եւ այլն եւ այլն։ Իրանն էլ գիտենք, պատժամիջոցների տակ առհասարակ չկա նպատակ դառնալու ԵՄ անդամ եւ Իրանին բնականաբար ֆանտաստիկայի ժանրից է, որ ինչ-որ մեկը կընդունի ԵՄ անդամ։ Հայաստանը ոնց կրա դառնա ԵՄ անդամ։ Հիմա ինձ ասեք, եթե մենք չունենք ԵՄ հետ ուղիղ սահմաններ եւ բնականաբար մենք պետք է դա անենք Վրաստանի միջոցով, բայց Վրաստանը հիմա եվրոպական ինտեգրման ուղին Եվրոպան սառացրել է Վրաստանի։ Հիմա բացատրեք, դա ոնց է տեղի ունենալու։ Մի հատ մեր աշխարհագրությունը նայեք, որ ասում ենք Նիկոլ Փաշինյանը որոշ շրջանակներ ասում են, չպետք է գնա ԵԱՏՄ միջոցառումներին չմասնակցի, խիա գնացել Սանկտ Պետերբուրգ։ Հիմա աշխարհագրությունը Նիկոլ Փաշինյանը որպես երկրի ղեկավար նստում նայում է մի հատ Հայաստանի դիրքը որտեղ է եւ շատ լավ հասկանում է, որ այսօր մեր շահից բխում է լինել ԵԱՏՄ անդամ, որովհետեւ դա է իրողությունը, դա է աշխարհագրությունը, դա է գետնի վրա իրականությունը։ Հիմա իշքան ուզում ենք նստենք, ռոմանտիզմով զբաղվենք եւ այլն, բայց պետական կառավարումը դա պրագմատիկ երկրի շահերի մասին է, այլ ոչ թե խոսակցություններ եւ պոպուլիզմ։